ովքեր ծնվել են ձուկ համաստեղության ներքո, շատ աստղաբաններ այլ բաներ են խոսում, կապված նրանց զոհողության, գնալու, համբերության, սխալվելով որոշ բաների վրա։ Ես իմ տեսանկյունն եմ ձեզ ասում, ընդհանրապես, սիրելի ձկներ, համբերությունն է ձեր, թե տակտիկան։ Ինչու են ձկները սխալմամբ ձկներին անվանում համբերատարներ, սա առասպելի բացահայտումն է։ Պատկերացնենք օրինակ, ձուկը քարի նման, որ անշարժ կարող է պարկած լինել հատակին, կարող է թվալ, նրան հեշտ է կուլ տալ, բայց ամենափոքր վտանգի դեպքում նա մահացու թույն է արձակում։ Մոտավորապես այսպես է աշխատում ձկների հոգեբանությունը, կենդանակերպի ամենաթերագնահատված նշանի։ Մոլորության հիմքում այստեղ նրանց արտաքին փափկությունն է, ձկները իսկապես կարող եմ ասել, որ մեղմ են, զիջող են, հաճախ համաձայնվում են հանուն խաղաղության, կողքից դա կարող է թվալ որպես թուլություն, բայց սա նվաստացուցիչ իմաստով, այսինքն համբերություն չի, համբերությունը մի խառնեք լռության հետ, այլ գիտակցված ռազմավարություն։ Ձկների ֆենոմենն է, որ նրանք ուրիշի ցավը զգում են, այնպես կարծես իրենցն է։ Նրանց համբերությունը հնազանդություն չի, այլ խորը ըմբռնում է, հասկացողը հասկանում է, չհասկացողների համար էլ կարող եմ ասել դպրոց կա։ Նրանք գիտեն, երբեմն ավելի լավ է մի քայլ հետ գնալ, որպեսզի վերջում շահես ամենակարևորը։ Շատ հոգեբաններ կարող է այս երևույթը բնութագրեն որպես սոցիալական ինտելեկտ, էմպաթիայի միջոցով հարաբերությունները կառավարելու ունակություն։ Ահա թե որտեղ է թաքնված, սիրելի ձկներ, ձեր գերբնական ուժը։ Ձկները պարզապես չեն համբերում, նրանք վերածրագրավորում են իրականությունը, նրանց թվացյալ զոհաբերությունը ապագա վստահության մեջ ներդրումն է։ Նրանք մարդկանց տեսնում են ներսից և համբերատար սպասում են այն պահին, երբ զրուցակիցը հենց ինքն է բացահայտելու իր իրական մտադրությունը։ Սա թուլություն չէ, այլ հոգեբանական ջիջիցու են ասում, հակառակորդի էներգիան նրա իսկ դեմ օգտագործելու ունակությունը։ Օրինակ, վերցնենք անձնական հարաբերությունները, ձկները կարող են տարիներով հանդուրժել թունավոր զուգ ընկերոջը, բայց երբ նրանց համբերությունը, այսինքն համբերության բաժակը լցվում է, նրանք պարզապես կարող են անգլիական ձևով անհետանալ, մարդուն թողնելով լիակատար տարակուսանքի մեջ։ Սա պարտություն չէ, ոչ մի կապ չունի պարտության հետ, սա սառը հաշվարկ է։ Նրանք հնարավորություն են տալիս, ստուգում են, համոզվում են և հեռանում են առանց սկանդալի, պահպանելով իրենց արժանապատվությունը։ Մասնագիտական միջավայրում ձկները իդեալական գորշ կարդինալներ են ասում ձկներին։ Նրանց թերագնահատում են մրցակիցները, մինչդեռ ձկները լուռ հյուսում են իրենց ցանցը, հավաքելով տեղեկատվություն։ Նրանք բացահայտ չեն պայքարում իշխանության համար, բայց ճգնաժամից հետո շատ հաճախ, լսում եք, հենց իրենք են հայտնվում ղեկին, որովհետև կարողացել են սպասել։ Այդ դեպքում որտեղից է առաջացել համբերատար պիտակը ձկների։ Նրանց այդպես են անվանում նրանք, ովքեր հուզական ճկունությունը շփոթում են կամքի բացակայության հետ, նրանք, ովքեր չեն տեսնում չեմ կարող և չեմ ուզումի միջև տարբերությունը։ Ձկները կարող են ամեն ինչ, պարզապես նրանց գործիքը մուրճը չի, այլ ջուրը, իսկ ջուրը, ինչպես հայտնի, քար է մաշեցնում։ Հաջորդ անգամ, երբ տեսնեք այս նշանի զիջող ներկայացուցչին, հիշեք, հնարավոր է ձեր առջև ոչ թե զոհել իրականում, այլ մեծ ռազմավար, որը արդեն 10 քայլ առաջ է
հաշվարկել ձեր խաղը։ Իսկ նրա համբերությունը պարզապես վճռական հարվածի համար իդեալական պահի սպասելն է։ Համբերեք և կտեսնենք։